Ես ճարասեմ թե զանգ կախեմ, բայց եղավ։ Վերջին 4 տարիներին Գյումրիում տեղի է ունենալու ՏԻՄ ընտրությունների թվով 3-րդ քարոզարշավը, նախ 2021 թվականին Գյումրու Ավագանու ընտրություններ։ Հետո Պալասանյան Թաշինքի և ՔՊ-ի միջև եղած հուշագրի խզումը քաղաքը կանգնեցրեց քաղաքական կոլապսի առաջ։ Հյուսիսային մայրաքաղաքում տեղի ունեցավ տեսակով եզակի քաղաքական պրոցես՝ փրայմերիզ, քաղաքը ընտրեց ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Չնայած բուն քարոզարշավը կմեկնարկի մարտի 15-ից, բայց քաղաքում թեկնածուների նախաքարոզային պաստառներն են, պատճառը մեկն է։ 2021 թվականին 5 քաղաքական ուժերից ձևավորված Ավագանին օրենքով սահմանված ժամկետներից շուտ դադարեցրեց լիազորությունները, կիսատ թողնելով քաղաքը զարգացնելու իրենց ծրագիրը։ Փրայմերիզում միակ անկուսակցական թեկնածուն Սարիկ Մինասյանն էր և քաղաքի ղեկավարի պաշտոնակատարի պարտականությունները ստանձնելուն պես ՔՊ-ն հայտարարեց մարտի 30-ին արտահերթ ընտրություններում ընտրական ցուցակը կգլխավորի արդեն կուսակցական Սարիկ Մինասյանը։ Մինասյանի կողքին կլինեն նաև ՔՊ-ական այլ պաշտոնյաներ ևս։ Իսկ մենք կհանդիպենք նախընտրական քարոզարշավին, թեժը լինելու։ Թեժ ընտրապայքարում իշխող ՔՊ-ի ցուցակում կլինեն նաև մարզպետ Դավիթ Արուշանյանը, պատգամավոր Կարեն Սարուխանյանն ու Էմմա Պալյանը, աջակցելու իրենց առաջին համարին։ Գյումրեցիները ընդունում են որպես մեր Սարիկ։ Եվրոթաշինքը կգլխավորի Գյումրու ժուրնալիստների ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը առաջարկելով քաղաքը կառավարել այլ ընտրանքային սկզբունքներով։ Ոչ մի խորախորհուրդ ու տավադրական բան չկա դրանում։ Մեր քաղաքը Թաշինքով առաջին համարը ընտրություններում կներկայացնի պատիվ ունեմ Թաշինքի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Ես մեր քաղաքի մարդուն եմ։ Գյումրու քաղաքական մրցադաշտում կլինի նաև 2021 թվականին Ավագանու կազմում ընդգրկված Ապրելու երկիր խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը։ Ես Կարեն Մալխասյանն։ Ընտրապայքարում կլինեն ևս 5 քաղաքական ուժեր։ Իմ հզոր համայնք կուսակցությունով իրեն Գյումրու անբաժանելի մաս համարող Ռուբեն Մխիթարյանը։ Ես քո Գյումրին եմ, դու իմ Լեննագանը։ Մայր Հայաստան Թաշինքը կգլխավորի Կարեն Սիմոնյանը իր հստակ առաջարկով։ Պետք է հույսը փոխարինվի վստահությամբ։ Դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը առաջին համարում է ներկայացնում Արտյոմ Ղարաղազարյանը, ում պայքարի վստահությունը իր թիմն է տալիս։ Իրանք բոլորն էլ ամեն մարդ իր ոլորտում կայացած է։ Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին համարը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է պայքարի նոր ոգով։ Գյումրի իսլաբոդկա Վագլավե Վարտանիկը будет жива։ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության կողմից մշակութային քաղաքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարի երգող հումորասեր Արտյոմ Թումանյանը, որը ևս համառ պայքար է խոստանում։ Դոմովերնի, լապատկովերնի պիտի կարենք։ Մարտի 5-ին հայտ ներկայացնելու վերջին օրը ամենաակտիվն է եղել, նշում է հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը։ 3 Թաշինք, 6 կուսակցություն։ 9 քաղաքական ուժ։ Փաթեթները կստուգվեն և կգրանցվեն մինչև մարտի 10-ը ժամը 18-ը, իսկ արդեն մարտի 15-ից կմեկնարկի բուն քարոզարշավը։ Հրաչ Սահակյան, Խան Հովհաննիսյան, այսօր։